Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հուլիսի 10 Սրբերի հետ համաքաղաքացիներ Եփեսացիների 2:19 Ինչ է նշանակում լինել երկնքի քաղաքացիներ։ Դա նշանակում է, որ մենք երկնային կառավարության իշխանության տակ ենք, որ Քրիստոսը երկնային թագավորում է մեր սրտերում եւ որ մեր հանապազորյա հացը հետեւյալն է. քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մենք շնորհքի գահից ստանում ենք մեծ թագավորի հրահանգներն ու կարգադրությունները եւ հաճույքով կատարում ենք դրան։ Լինելով Նոր Երուսաղեմի քաղաքացիներ, մենք կիսում ենք երկնային պատիվները։ Փառավորված սրբերին պատկանող փառքը նաև մերն է, քանի որ մենք արդեն Աստծո զավակներն ենք, արդեն թագավորական ընտանիքի անդամներն ենք արյամբ։ Մենք արդեն կրում ենք Քրիստոսի արդարության անբիծ հագուստը։ Մեզ արդեն ծառայում են հրեշտակները, փառավորված սրբերը մեր ընկերներն են, Քրիստոսը մեր եղբայրը, Աստված մեր հայրը, իսկ հավերժական պսակը մեր մրցանակը։ Մենք արդեն կիսում ենք քաղաքացիության արտոնությունները, քանի որ եկել ենք նոր վերածնվածների ընդհանուր հավաքին եւ եկեղեցի, որոնց անունները գրված են երկնքում։ Լինելով քաղաքացիներ, մենք ընդհանուր իրավունքներ ունենք երկնային ստացվածքի հանդեպ։ Մերն են մարգարտե դարպասները եւ հասպիսե պատերը։ Քաղաքի լազուր լույսը, որ ոչ արևի, ոչ լուսնի կարիք չունի, նույնպես մերն է։ Մերն են կյանքի ջրի գետը եւ կյանքի ծառը, որ 12 անգամ պտուղ է տալիս։ Երկնքում չկա ոչինչ, որ չի պատկանում սրբերի համաքաղաքացիներին։ Մերն է ոչ միայն ներկան, այլև անժամկետ ապագան։ Լինելով երկնքի քաղաքացիներ, մենք կիսում ենք դրա ուրախությունները։ Եթե սրբերն այնտեղ ուրախանում են աշխատող մեղավորների համար եւ դարձի եկող անառակ որդիների համար, ապա ուրախանում ենք նաեւ մենք։ Եթե նրանք կանչում են Սուրբ, Սուրբ, Սուրբ է Տեր Աստվածը ամենակալ, ապա մենք եւս նույնն ենք անում։ Եթե իրենց պսակները դնում են շնորհքի գարի առաջ, ապա մենք եւս նույն կերպ ենք վարվում։ Եթե նրանք ջերմացած են նրա ժպիտով, այն հաճելի է նաև մեզ համար այս երկրի վրա։ Եթե նրանք անհամբերությամբ սպասում են Քրիստոսի երկրորդ գալուստին, մենք նույնպես չենք կարող սպասել, թե նա երբ կգա։ Եվ վերջապես, եթե մենք արդեն երկնքի քաղաքացիներ ենք, ապա թող մեր արարքներն ու ընթացքը համեմատելի լինեն մեր բարձր կոչման հետ։